Ուրեմն ինչ կարող եմ ասել, բոլորը չեն կարող լինել նախարար կամ նախագահ կամ պատգամավոր, որի 7 միլիոն ստանան։ Դե մեր ձեռարն էլ էր։ Եթե 7 միլիոնները գոնե իրանց պարգևաճարները կեսով չափ ստանային, իրանց պարգևաճարները, եթե այդ տարբերությունը ավելացնեի մեր թոշակների վրա, միգուցե մի բան նշանակություն ունենալ մեր սոցիալական վիճակի վրա ազդեցություն ունենալ։ Մի քիչ խիստ որ ունենային, երևի ձև կմտածեին, ոչ թե մենակ իրանց գրպանները լցնեին։ Սա շատ վատ բան է, շատ վատ բան է։ Ուղղակի ինչ ասեմ, դա ասեմ, որ ճիշտ չի, չես կարող ասել, բայց բոլոր դեպքում լավ չէ, էլի, դրանց ինչն է պակաս, որ ասենք պատգամավորների այդքան բարձր աշխատավարձանալուց հետո այդքան վարձատրություններ է ստանում, պարգևատրություններ է ստանում։ Դե սաղս էլ հավասարել ենք, սաղս էլ հավասարն է, եթե մենք երկու վետով ենք քայլում, պետք է հավասարել ենք, միշտ որ դուք բան ես, ինչ են ասում, նախարար ես կամ ես իմ նախարար եմ, այ մեր դարտարությունը ինչ արտարություն։ Ես այլ ես մեր տղեկն եմ դորում, ոչ մին էլ չի աշխատում, մենա ջահիլ տղեկ, ասենք թե ես 73 տարեկան եմ, ես իմ ուժս այս հաղթումա 1000 կիլոմետր է, մերջով, 1000 կիլոմետր է ավտոն քշեմ, մի օրվա մեջին, ես շոֆեր եմ էլ, միջև ես բանը քանդվել, երգիրը քանդվել, ինք էլ կամազի շալանդ եմ քշելուսնել, բայց մի աղբեր, վերդեքնում է, ավտոլիտը քում ես, բան ես դու, թոշակարու ես, ուրեմն որ թոշակարու եմ, դե թոշակարը թովորոշում հանեն թոշակարուներին գյուլ են։ Թալանի յուրատեսակ, իրանց երկերը չի հետաքրքրում, իրենց գրպանն է հետաքրքրում, ուրիշ ոչ։ Մարդը Հայաստանում շատ վատ վիճակում է, ոչ օրենք է աշխատում, ոչ սահմանադրությունը ինչ ասում է, Հայաստանը սոցիալական չէ, Պետություն է քաղաքացիներ բարձրագույն արժեք։ Հա, բայց ինչ է կատարում։ Խոսում ես, երկու բառ են ասում, որը իրան դուր չի գալիս, տանում են նստացնում են, այդպես չպետք է լինի։ Ինչ են անում, որ նրանք այդքան փող են ստանում։ Ես ամբողջ կյանքս գծել եմ, Ազիզ ջան, ամբողջ կյանքս ստանոկներ եմ գծել։ Այսօրվա օրը տեսողություն չունեմ։ Խնդրեմ, 56,000 դրամ, դա ինչ փող է թոշակառուի համար։ Միայնակ թոշակառու եմ, ոչ մեկը չունեմ Հայաստանում։ Լավ գոնե երեխաներ ունեմ Ռուսաստանում, օգնում են, եթե նրանք չլինեն, ես միշտ չէի պատկասում իմ վիճակը ինչ էր լինելու։ Պատգամավորները որ արժանիքի համար են դենց բարձր բաժնում։ Շատ աշխատելու, շատ ազնիվ, ճիշտ աշխատելու համար։ Գիշեր ցերեկ աշխատում են այդ մարդիկ։ Սարկազմա դա թե իրականություն։ Իրական ոչ մի բան ես ազգային ժողովում չեմ տեսնում։ Ոչ մի բան։ Ինչ անում են, ինչ խոսում են, բոլորը ձևական իրանց աթոռների համար միայն։ Մտածում են մի րոպե ավել նստեն իրանց աթոռին, դա իրանց համար ամեն ինչ է։ Պատգամավորներին պարգևատրում են տալիս 3 միլիոն, իսկ բռնած մինչև 13 միլիոն պարգևատրում են տալի։ Իսկ հասարակ թոշակառուներին 10,000 դրամ տվեց, էներ երբ հատալ, ապրիլի 1-ից նոր սկսեց տալը, երբ որ արդեն ընտրությունների մոտիկանում է, այդ դրա համար։ Պարգևաճարը որ են չամար է ստանում, կարող աղբեր գնում ես խանութի ծառում, փառք Աստծո, ծերը լիքը լա էլի, ապա ժողովուրդ եք պլյուսը ինչ եք անել այդքան փողերը։ Եմ որ հարյուրավոր տարվա ոսկե ինչ արып, ձեր փողերներն էլի ճարել այդքան որ չեք կարալ ուտեք։ Մարդ չպիտի ագահենի, պետական այրը вообще պիտի լինի պետականամետ ժողովրդին սիրող։ Եթե դու ժողովրդին 10 ման ես ստամ, դու 8 վերցրու, ոչ թե 10։ Այդ դու գնես պետական։ Կանոն պետության մարդը այտենց անում, պետության այրը, բայց սրանք ինչ են անում, մլոն, 9 մլոն, միլիարդներ, որ նայում ես գժվում ես, այդքան փողերը ինչ են անում, այդքան պարտք եմ վերցնում, տրապարտք ով է տալու,
Հա, դա ժողովուրդը այսինքն հեսա բերրը մեր թորերը պիտի այդ փողերը տան ինչի համար այդ մարդկանց վրա այդքան ալոգակցում։ Բոլոր դեպքում կառավարությունը սխալ է կառավարում։